կայանան և վերականգնման էներգետիկայի տեղական էներգապաշարների զարգացման մեջ։ Ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների պայմաններում մարդկային քաղաքակրթության զարգացման էներգետիկ ապահովության համար անհրաժեշտություն է դառնում տվյալ երկրի ողջ էներգետիկ պաշարների լայնածավալ յուրացումը։ Փոքր հիդրոէլեկտրակայանների ստեղծումը որպես նոր աղբյուր ավելի ձեռնտու է մյուս էներգաաղբյուրներից։ Այսպես, ըստ միջազգային էներգետիկական գործակալության տվյալների, փոքր հիդրոէլեկտրակայանների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դոլարն ավելի շատ մաքուր էներգիա է տալիս, քան այն դոլարը, որ ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար։ Հարկ է հատուկ նշել, որ փոքր հիդրոէլեկտրակայանների էներգիան էկոլոգիապես մաքուր է, քանի որ նրա ստացման պրոցեսները արտանետումներ չունեն և ընդհակառակը նվազեցնում է արտանետումները։ Հայաստանն իր սեփական վառելիքային էներգետիկ պաշարներով բավարարում է երկրի պահանջմունքի մինչև 8%, ատոմային էներգետիկայի ներառմամբ 35%-ը։ Բնականաբար խիստ կախման մեջ է արտերկրյա էներգաաղբյուրներից։ Սրա հետ մեկտեղ Հայաստանի տնտեսության էներգետիկ արդյունավետությունը զգալիորեն զիջում է տարածաշրջանի և զարգացած երկրների համանման ցուցանիշին։ Ուստի Հայաստանի արդի և ապագա զարգացումների համար էներգետիկ ապահովության բավարարման ոլորտի գերխնդիրը էներգետիկ անկախության բարձր աստիճանի ապահովումն է սեփական էներգետիկ աղբյուրների զարգացման միջոցով, որը ենթադրում է տնտեսության էներգաարդյունավետության նշանակալի բարձրացում և վերականգնող էներգաաղբյուրների լայնամասշտաբ կիրառում։ Երկրի տնտեսության մեջ վառելիքաէներգետիկ պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացումը և վերականգնող էներգետիկայի աղբյուրների կիրառումը կպայմանավորվի արտանետումների նվազեցում և կնպաստի շրջակա միջավայրի պահպանության խնդրի լուծմանը։ Հայաստանի Հանրապետությունը, որդեգրելով Եվրահամայնքում էներգախնայողության և էներգիայի վերականգնող աղբյուրների զարգացման քաղաքականություն, նախատեսում է այս բնագավառում առավել հաջող և լայն կիրառում ստացած տնտեսական մեխանիզմների փուլ առ փուլ ներդրում։ Հիմնական ուշադրությունը սկզբնական փուլում սևեռվել է ներդրումների համար ֆինանսավորման աղբյուրների հայթայթմանը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկային գծերի հատկացման, մասնավորապես վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, միջազգային ֆինանսական կորպորացիա, Global Ecological Fund և այլն։ Փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացնում են միջազգային զարգացման գործակալությունների միջոցով տեխնիկական օժանդակության ծրագրեր։ Հանդիսանալով վեր նշված ծրագրերի մի մասն իշխում է սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից։ Նախատեսվում է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ճգնաղ գետի վրա կառուցել Ստեփանավան 2 փոքր հիդրոէլեկտրակայանը, որի հիմնական ցուցանիշներն են հաշվարկային հզորությունը 545 կՎտ, խողովակաշարի երկարությունը 1700 մետր, ջրի հաշվարկային դեպքի 3,4 Ֆ/մ², շինարարության տևողությունը կազմում է 24 ամիս, որի ընթացքում պետք է ներառվի տեղի աշխատուժը մոտ 30 հոգի։ Նախագծի իրականացման դեպքում նախատեսվում է ստեղծել մոտավորապես 15 աշխատատեղ։ Նշված կառույցը իրականացնելու համար ընկերությունը Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից հայտարարված արդյունքին մասնակցելու արդյունքում ստացել է պետական կադաստրի կողմից գրանցման համապատասխան վկայականներ հետևյալ հասցեներով՝ ծրագիր 10, ծրագիր 11 և ծրագիր 12։ Հետագայում Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունների կարգավորում հանձնաժողովի 29/09/2010 թվականի թիվ 511 աղորոշման համաձայն հիդրոէլեկտրակայանի կառուցման համար տրվել է թիվ 0374 լիցենզիա, որի ժամկետը նույն հանձնաժողովի կողմից կայացած 12/09/12 թվականի թիվ 360 աղորոշմամբ երկարաձգվել է։ Ընկերությունը ստացել է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները կառավարման գործակալության կողմից թիվ 000049 ջրօգտագործման թույլտվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային պետական կադաստրի կողմից ստացել է թիվ 000057 վկայականը։ Ներկա պահին ՀԵԿ-ի աշխատանքային նախագիծ ուղարկվել է տեխնիկական փորձագիտական և բնապահպանական եզրակացություն ստանալու համար։ Այսօրվա հանրային լսումները նախատեսված են հանրությանը նախագծի մասին իրազեկելու համար։ Հարգելի մասնակիցներ, այժմ ելույթ կունենա նախագծի շմանքի կատարող Կոնսեպուար ՑԿ-ի տնօրեն Վռոմ Թևոսյանը, ում կարող եք ուղղակցվել ձեզ հետաքրքրող բնապահպանական հարցերը։ Նախագծի տեխնիկական մասի վերաբերյալ ձեր հարցերին կպատասխանի ջրմուղ խորհրդի նախագիծ ՍԿ-ի տնօրեն Գագիկ Եգանյանը, իսկ իրավատնտեսական ուղղվածության հարցերին կպատասխանի ընկերության իրավական մասի պատասխանատու փաստաբան Արա Սարգսյանը։
Հարգելի մասնակիցներ, ձեր հարցերը ուղղելիս խնդրում եմ ներկայանալ, որպեսզի կարողանանք ցույց տալ արձանագրությունը։ Փորձանք արձանագրության պատճառ ստանալ, կարող է 2-ից 3 ժամանակ դիմել քաղաքապետարան շնորհակալություն շրջության համար։ Այսօր ես ներկայանում եմ Ստեփանավանի օրուս կենտրոնի ներկայացում համակարգում Ստեփանավանի եւ մեծ ցավ եմ ակտում, որ այսօր քննարկումը չքննարկի վրա կարուսել չքննարկը մեր գործունեությունն, մեր պարտքն, մեր հանգստավայրն, մեր փոքր Շվեյցարիան։ Եվ ես շատ զարմացա, որ դուք այսպիսի հեշտությամբ վնասները կարողացաք որոշել։ 657 հազար դրամ վնասը եւ հեշտությամբ նշեցիք, որ իհարկե ֆլորա եւ ֆաունան կփոփոխվի։ Ես չգիտեմ, բոլորը գիտեն այստեղ թե որ ֆլորան եւ ֆաունան։ Ֆլորան դա ինչն է եւ ֆաունան ինչն է, մեկը կենտրոնական աշխարհ, մեկը բուսական, այսինքն ոչինչ չանա, ամբողջ բուսական եւ կենտրոնական աշխարհը։ Ես ձեր խոսքերի եմ ասում, եւ այսօր Հայաստանում շնորհքի գնահատման չկա միանշանակ հաշվարկման մեխանիզմ։ Այսպիսի օրենսդրություն մեր մոտ է։ Ես զարմացած եմ, ոնց դուք հաշվարկեցիք 657 հազար քանի դրամ։ Դա անհնար է։ Եթե մենք փորձագետ լավերին, դա անհնար է, այսօր ես արդեն բազմից դիմել եմ, եւ դա անհնար է ընդ որում մեր ձորագետը ընդհանրապես անհնար է այսօր գնահատում կատարել։ Եվ ինչպես նշեցիք, որ կատարվելու է 24 ամիս շինարարական աշխատանք, հետևանքը կլինի, որ այդ աղմուկից, այդ գործունեությունից, այդ շինարարության հապուցությունից ընդհանրապես մեր մոտից կհեռանան ձորագետից կենդանիները։ Եվ բնակարարման տեղը երբեք իրանք այդտեղ չեն գտնվի։ Դա միանշանակ։ Ճիշտ է, որպես փորձագետ ես ես ասում եմ։ Դա ես ասացի ժամանակավոր բնույթ։ Հաջորդ հարցը ես ներկայացրել, որ դուք ասում եք կունենալ 15 աշխատատեղ։ Մենք 15 աշխատատեղի համար կգործնենք 5000 աշխատատեղ, որովհետև մեր քաղաքը туриզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Իսկ դուք գիտեք, որ դա էներգետիկ կոդի է։ Ես էներգետիկը շատ լավ գիտեմ, բայց ոչ չկնալի վրա։ Շատ կարևոր է ալտերնատիվ էներգիայի կիրառումը այսօր, բայց ոչ չկնալի վրա։ Կարելի է այնտեղ, որտեղ որ туриզմի զոնա չի։ Մեր մոտ այդ ամռան տաք օրերին չքնալի ափերին տեղ չի գտնվում հանգստանալու, սպասում են, որ տեղեր ազատի, որ նա հանգստանալ։ Եվ ափսոս է այդպիսի դրախտավայրում այսպիսի շնորհք ներկայացնել, որը հակասի մեր ժողովրդի առողջության վրա եւ բարեկեցության վրա ընդհանրապես։ Ես կարող եմ որոշ մեկնաբանություններ։ Իհարկե, մենք հավաքվել ենք դրա համար։ Շնորհակալություն։ Իհարկե, գիտեք, շատ գովելի է, որ մենք բոլորս մտահոգված ենք։ Շատ գովելի է։ Դա իհարկե եւ հասարակության կողմից նման ուշադրությունը թույլ է տալիս ավելի խիստ մոտեցումներ կիրառել, ավելի, ոնց որ ասում են, մեծ ուշադրություն դարձնել բոլոր հարցերին։ Ես կաշխատեմ բոլոր ձեր հարցերի մեկնաբանությունները տալ։ Նախ հանգստի գոտին։ Կառավարության որոշում 2005 թվականից այդ գոտին հստակ այդ տարածքները որտված են, դա կատեգորիան փոխված է եւ դա էներգետիկ կատեգորիա է, այդտեղ հանգստի վայր չի կարող լինել։ Ուրիշ բան է, կառավարությունը չի կարող որոշել մեր համայնքի խնդիրը։ Համայնքի տերը մենք ենք այս ճգնավիտերը։ Կառավարությունը կարող որոշի, բայց համայնքի տերը չորոշի չի լինի։ Համայնքի որոշումը միանգամից պատասխանը չէ, համայնքի միջնորդությամբ է դա արվում։ Ճիշտ չէ ներկայացնում տվյալ։ Համայնք Ոչ մի տվյալ ճիշտ չէ ներկայացնում։ Ուրեմն պատասխանեմ, որ ասում եք համայնքները, կառավարության որոշումից հետո 2005 թվականին Շումեն ՍՊ տվյալ տարածքում հեկ կառուցապատելու համար նույն համայնքից աջուստ է հայտարարված եղել։ Շումեն ՍՊ կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով խողամասեր է ձեռք բերել, սերվիտուտի պայմանագիր է կնքվել խողավազաշարը հանձնացնելու համար, ինչպես նաև խողամասը աջուշտով կնվել հենց հեկը կառուցապատելու համար, այսինքն
համայնքը տվյալ ժամանակաշրջանում 2009 թվականին իր համաձայնությունը, ասենք այդպես ասած, առաջարկությունը կատարել է եւ աճուշտի արդյունքներով է Շումեն ՍՊ-ն ձեռք բերել նշված համասարը։ Իսկ այսօր ինչի ենք հավաքել, որ համայնքը տա համաձայնություն, այս լսումը դրա համար է, որ հանրությունը տա, եթե հանրությունը համաձայն չի, երբեք չի լինի դա, իսկ հանրությունը չի համաձայնվի, ոնց կարող է մենք ասել, եկեք մեր փոքր Շվեյցարիան ջարդեք ու վերջացրեք, մենք էլ չունենանք այդ հարստությունը, բա մեր հետագասերունները չեն ասի, ամոթ չէ ձեզ, որ վերացրեցիք Ստեփանով ամոթ դրախտարը, այսօր հավաքվել է համայնքը, որ տա իր համաձայնությունը, բայց դե որ թեցա կշարունակեք զառուցի, ես էլ լսում եմ դրա համար, որ մենք մտածենք, պետք է դա մեզ թե պետք չի։ Մենք դրա համար ենք այսօր հավաքվել։ Հավաքվել ենք հասարակական լսումներ անցկացնելու համար, որի ժամանակ բնականաբար պիտի հաշվի առնի նաև հասարակական լսումների մասնակիցների կարծիքը։ Այդպես չի, որ ասենք ամեն ինչ թույլտվություններով կազմակերպությունը կա, բոլոր գործողությունները օրենքի, հետևում մեր ազգային օրենսդրության համաձայն բոլորը կատարի եւ վերջում ասենք գիտեք ինչ համաձայն չենք, այն էլ ոչ առարկայական պատճառաբանություններով։ Ոնց ոչ առարկայական։ Ես շմագի վերաբերյալ եմ ասում առաջի երթին, երկրորդը դուք ասեցիք, որ արդեն գնել եք այդ խոհամասում դուք եք ասում, բայց եթե գնել եք, ինչի եք այսօր հրավիրել որ այս հանրությունը մտածի, պետք է մեր շքնաղը փչացնենք ան, թե պետք չի, թե մենք պարտավոր ենք, այսօր մենք պետք է պարտավոր ենք պահպանել մեր շքնաղը։ Դուք ամբողջությամբ ճիշտ եք, բայց համայնք ասելով երևի թե մի քիչ դուք մեծ համարձակություն եք ձեր հրավերում, ձեր անունից խոսած ամբողջ համայնքի մենք բոլորին հնարավորություն կտանք արտահայտել, բոլոր իրենց կարծիքները կհայտնեն, բոլորը գրավոր կհայտնեն, որից հետո նոր մենք, ասենք մենք չէ, որից հետո լիազոր մարմինը կորոշի համայնքի կարծիքը ոնց է, ինչ է, եւ կարող է ինքը մերժել աշխարհը։ Բոլոր կարծիքները հաշվի առնեն։ Իրան կարող են եւ մերժեն իդեալ։ Զայնազատությունը բոլորը պետք է իրաց խոսքը ասեն։ Իսկ ինչ վերաբերում է ֆլորայի ոչնչացման, ես այդ բան չասեցի, ավելին, սա լայն ընդունված պրակտիկա է Գերմանիա, աշխարհով մեկ հազարավոր, տասնյակ հազարավոր նման հեգիտ կան։ Եվ ես նույնիսկ եմ ասում, բնապահպանական Բայց ոչ չքնաղի վրա, չքնաղ անունը իրան հուշում է, ինքը ինչի առնային։ Չքնաղը նույնպես գետ է, շատ լավ գետ է, չքնաղը այո ամեն ինչ, բայց գիտեք աշխատանքներից հետո միջավայրը ամբողջությամբ կվերականգնվի, բացառությամբ ջետոսի եւ հանգստի եւ ինչ-որ եղել է, դա անդառնալի պրոցեսներ է բնութանացության վրա կատարվողը։ Ատոմակայան պայենք, ջերմոէլեկտրակայան Մենք այսօր խոսում ենք չքնաղի մասին, թեման չքնաղն է, ատոմականի մասին եք մի անգամ հավաքեք ատոմականի մասին։ Ուրիշ հարց է, կարծիքներ, արտահայտություններ։ Հնարավոր չի այդ եկերը որ կառուցում է, մեր կապույտ գետեր ունենք, կապույտի տարածքում կառուցվի, զորագետի, որովհետև այդտեղ ջուրը սառն է, հանգստացողները ընդհանրապես դեպքաներ չեն լինում, բայց որ չքնաղը կոչում է և դարձել է մեզ համար հանգստի գոտի, դա խոսում է այն մասին, որ չի կարելի այդ բնությունը փչացնել։ Բնությունը փչացնել ինչ նկատում եք, եթե ամբողջ միջավայրը վերականգնում է, հանգստացողը գալիս է նույն տեղն է տեսնում, նույն կանաչն է տեսնում, նույն բանն է տեսնում, ինչն է տեսնում։ Դուք ասում եք ոչնչացնել, ինչ է ոչնչացնել։ Ջուրը մտնում է խողովակը։ Այո։ Այդ տարածքում ջուրը պակասում է։ Այո։ Ես չգիտեմ, որ թվի մակարդակն է գրծրել ջրի այդ մակարդակը, որ ասում եք վարկյանում 3.4 մետր խորանակ ջուր է։ 1.20 սանտիմետր տրամագծով խողովակով կգնա այդքան ջուր։ Այն դեպքում որ ամառը մեր մոտ ջրերը պակասում են, համարյա ջուր չի դնում։ Ամառը հետ կարող է ընդհանրապես չաշխատել։ Եթե ջրի քանակը պակասում է, եթե ջրի քանակը պակասում է որոշակի քրիտիկական, ուրեմն հատուկ սարք է կառուցված ձգնթող։ Նացուս է տալի, եթե ջրի մակարդակը հասնում է այն 3-րդ աստիճանին, որը պետք է ապահովի կենսունակությունը, հեգը փակվում է։ Ըստ
նախագծի Բազեր օգուտը ինչու՞մ դա կայանում, եթե օգուտը միանամար չի, չէ՞, աշխուն ձմեր, ջուրը շատ է, չէ՞ պակասում, հնարավոր չէ այդ կողմին կառուցեք այդ ձեր բոլոր նախագծերը։ Հնարավոր է, բայց կառավարությունը եւ համայնքը այստեղ է հայտարարել մրցույթը, այստեղ է սարքել էներգետիկ համայնքները սկազում կառավարությունը չի կարող ուղղել։ Սկազի կեսից հետ կանչելը լավ է։ Հետո մի բան էլ ասեմ, չքնակի մեջ այդ կողքից մանր ու փոքր արվակներ են հապվում։ Այո։ Բնակիչներն ապրում, շատը չունեն կոյուղիներ, այդ կոյուղներով գալիս են այդ կերտերը։ Այդ ջուրը որ պակասեց, ոտը պետք է ջուրը վերադառնում է, ջուրը ոչ թե սպար վերադառնում է։ 1700 մետր հետո լցվում է նորից այնտեղ իդեպ ասեմ, լցվում է արդեն թթվածնով հարստացված եւ կենսաբանական գործընթացները շատ ավելի ինտենսիվ են։ Գետերը այդ արվակների ջուրն եկա, ուրեմն ձկների համար է կեր շատ կլինի։ Բայց ձկները պետք է ոչնչանան այդ պայմանները։ ասեցի բնապահպանական թող հասկացություն կա։ Պլյուս այդ առումները, իսկ գետի ջուրը 1700 մետր հետո վերադառնում է։ Լավ կլիներ մեր ծորագետի վրա այդ բոլոր նախագծերը կառուցել։ Հետո այն մեր ընկերուհին խոսեց, թե հանրապետությունը տարածաշրջանում քիչ էներգիա է արտադրում հարևանների նկատմամբ։ Այդ երբ է լավ է։ Անվար գորգոր ասում ենք Թուրքիայից ենք շատ արտադրում, Վրաստանին էներգիա ենք։ Մենք հիմա գնում ենք Վրաստանից, ոչ թե տեղեկություն ասեմ դες, մենք հիմա դիտային ժամանակ գնում ենք Վրաստանից։ Պարտն են հետ վերադարձնում, փողը ցենտրը։ Հետո ժողովուրդը բողնաց 15 դրամով է կիլովատը տալիս, իսկ մեր ժողովրդից 25 դրամ է կանում։ Ոնց կլինի։ Կառուցեցին հիմա ում ուզեն այն կառուցում всё։ Մեր ժողովուրդը լռող է, չի խոսում, բայց հետո ինչ որ լռեցի։ Այդքան էլ լռեցի չենք, բայց ձգներն է պետք է թռնել, ջուր ոչ չլի պետք է թռնել, այն կողմը որտեղ ջուր չտնեն, հետո ընդերներ։ Բանությունը կողմից պետք է վերանա։ Անտառները ջոջի, անտառները մի կողմից եթե սա լիներ առաջին, աշխարհում առաջին անգամ կառուցում էին, մենք չգիտենք, սա հազարավոր, տասնյակ հազարավոր նման հեգեր կան։ Այս հեգերը աշխարհում մեկ, չկնաղի եզակիությունը ընդունելով հանդերձ տուրբազա, որ Երևանը ուներ այդ ձևի տուրբազա սարքած, ոչ միտեղ, ոչ կիրովական, ոչ միտեղ։ Այստեղ ամենալավ ընտիր գոտին հանգստանալու համար։ Եվ մեր մոտը լրի ոչնչացրին, իսկ ոչ տեղ էլ լրի արդեն կառուցեցին։ Այդ ինչից է։ Հարցը տվեք նրան, ով դա ոչնչացրեց։ Դե հարցը տալիս են, որ դուք եք պարզաբանեք։ Մենք պարզաբանում ենք, մենք աճուրդով, շուտ ենք կազմակերպությունը, աճուրդով գնելա հատուկ նպատակային, որպեսզի ստեղ կառուցվի հեկ, աճուրդով։ Եթե շուները չանել որևէ մեկը, որտեղ սա ըստ կառավարության որոշման, այս մասը պետք է լինի էներգետիկայի եւ հեգերի համար։ Կառավարությունը չի կարող մեր որոշում անել, մենք պետք է որոշենք։ Մենք ենք մեր երկրները։ Ոնց որ ասում են, նեցե մենք ենք մեր Ստեփանավանի տեղը։ Արդեն շատ գործընթացի մեր Ստեփանավանը, թողեք մի քիչ մենք Ստեփանավանում կարելի է երևի հանրային անցկացնել, որոշում կայացնել եւ այդ որոշումով դիմել կառավարություն, որ մենք համայնքը, այդ դեպքում արդեն համայնքը, ոչ թե առանձին մարդիկ, համայնքը գտնում ենք, որ դա սխալ է, խնդրում ենք փոխել հողի կատեգորիան, դա ձեր իրավունքներն են։ Ես ինքս աշխատում եմ անդարտուտեսությունում եւ այդ ձեր նման ասած որ ասած 90 տարով պետք է վերցնել կողերը, վաճառել տալ։ Այս օրվա օրը մենք հոգ չունենք, որպեսզի կուլտուրաներ տնենք, կուլտուրաներ աճեցնենք, որ առաջ մեղրից, մեր Հայաստանից լրիվ մեր մոտից են տանում այդ լրիվ տնկիները։ Հիմա մենք տեղ չունենք, որ մենք փող ենք վերցնում, որ ինչ-որ տնկի չունարը, նոր տնկիներ աճեցնենք։ Այս ինչա, այդ էլ նույն Սպան նախատեսել եմ ամբողջ տարածքով յուրահատուկ եւ իշքան հնարավոր է հետաքրքիր տեսակի, բոլոր տեսակի, ծառատեսակներից ՍՊ-ի վերցրած կառուցապատման իրավունքով վերցրած տարածքում այդ ձեր ասած հանգստյան կոդին, որ այսօրվա դրությամբ հերետը չկա, ավելի լավը կլինի կառուցապատումից եւ այդ ծառերի տնկումից հետո, քան առաջին։ Հետո մի բան ասենք էլի, այս հեքերը ինքներենով մեր կառավարության պետական ծրագրի մեջ են մտնում, սրանք վերականգնող էներգետիկային, հենց իր անունը հուշում է, որ սա այն վնասը չի կարող հասցնել, ոնց որ ջեկն է հասցնում, ոնց որ ատոմակայանն է հասցնում,
Վաղը միսօր մեր գազի մի խնդիր եղավ, մենք նորից վերադառնալ ենք 90-ական թվականներ։ Ասենք նաև այդ տնտեսական նպատակահարմարությունը, այդ ասենք էլի բոլորս պետք է հիշենք, չէ՞, 90 այդ ժամանակ որ արդեն ծառերներ կկտրվեն, ավելի շատ վնաս կպատճառվի։ Ինչ վերաբերում է հարգելի ընկերոջը քաղաքապետարանի ներկայացուցիչ, ըստ երևույթին 2009 թվականին կամինգը չի աշխատել կամ երևի աշխատել է, բայց իր կարծիքը հաշվի չեն արել երևի այն ժամանակ, որ կարծիք չեն բանարել, որ այդ հողամասը աջուրդ են հանում հենց այդ նպատակով։ Միգուցե ասենք 3 տարի հետո միգուցե մեկ այլ աշխատակից վեր կենալ ասի ինչու եք Ձորագետում կառուցապատում, ինչու չեք կառուցապատում Չետնաղի վրա։ Անունը շատ գեղեցիկ է, հասկանալի է, բայց Անունը իր այսօրվա դրությամբ գործող օրենսդրությամբ պահանջների պապամամբ Շումեն ՍՊ կառավարության որոշմամբ էներգետիկայի հող առանձնացված տարածքից համայնքի կողմից աջուրդի հանված վճարելով մեծ ներդրումներ կատարելով այսօր կարելի ասել որ 4 փուլով է գնալու ամբողջ աշխատանքը առաջինը հողամասի համար կառուցապատման համար հողամասի ձեռքբերում դա կատարվել է օրենսդրության բոլոր պահանջների պահպանով եթե որևէ մեկը կարող ասել որ դրա այդտեղ որևէ խախտում կա խնդրեմ թող ասեն երկրորդ փուլը այսօր փաստաթղթային փուլն ենք ասում մենք բոլոր փաստաթղթերը, լիցենզիաները, բոլորը համապատասխան տեխնիկական տնտեսական ցուցանիշներով ՍՊ-ն ձեռք է բերել։ Այսօր այդ հասարակական բոլոր ջրօգտագործման համար մի բան էլ ասեմ, որ այս տարածքում կառուցապատվող հեկերից ամենաքիչ ջուր օգտագործող հեկը լինելու է հենց Շումեն ՍՊ-ի Ստեփանավան 2 կառուցապատվող հեկը, ամենաքիչը 1.2 թողունակությամբ։ Եթե ծանոթացած դնեին փաստաթղթերին, դա կերևար։ Այս միջազգային պրակտիկայի համաձայն, այդ դուք ասացիք Օրուս կենտրոն եք ներկայացնում, հենց Օրուսի կոնվենցիայի համաձայն է նաև իրականացում այս լսումները, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը 24-րդ կետով։ Չի կարա չմիացնել։ Չէ, 44 երկրներ են ընդամենը միացրել, ասում եք 44 երկիր են ամենը վավերացրել, Հայաստանը միացել է։ Մի բան էլ ասեմ, հենց այդ Օրուսի 24-րդն է, Օրուսի կոնվենցիայով հենց հեկերի վերաբերյալ ուղղակի մատնանշում է չկա, որ հասարակական լսում պետք է իրականացվի։ Այնտեղ ատոմային էներգետիկան, նավթա վերամշակող եւ հսկայական վնաս պատճառող կենտրոններն են։ Այնտեղ մատնանշվում է, որ ազգային օրենսդրությամբ կարող են այլ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեություն իրականացված սուբյեկտների կապակցությամբ նույնպես հասարակական լսումներ իրականացնել։ Եվ մեր շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին օրենքի համաձայն այս հասարակական լսումները իրականացվում են։ Բնականաբար հասարակական լսումները, որ իրականացվում են, բոլորս էլ համակարծիք ենք այն բանի, որ մենք ապրում ենք այս երկրում, պետք է ցանկանանք նաև, որ մեր սերունդներին, հաջորդներին, ինչ որ բան է թողնենք մենք։ Բայց այստեղ հարց է ծագում, ինչքան վնաս կպատճառվի եւ ինչքան օգուտ կտրվի։ Մենք օգուտների վերաբերյալ հետաքրքիր է որ հենց այստեղ մի թիվ ասում ենք, դեռ դուք ուրիշ մի բան եք ասում։ Ասացինք 30 աշխատատեղ, դուք ասում եք 15,000 աշխատատեղ գործունենք։ 15 ասեցինք, 30 չեն ասում։ Չէ, 30 են հենց ասում։ Շինարարության փուլում, դուք պատկերացրեք այսօրվա արտագաղթի պայմաններում, մաքուր արտադրության մեջ այդքան ընտանիքներ այսօր չեն արտագաղթի։ Չեք հաշվի առնելու դրանց։ 5000 դեպից ուրցնենք։ Ուրա 5000, եթե ես կզարմանայի, որ Ստեփանավանում 5000 աշխատատեղ Օրուսի կոնվենցիան հիմնվել է Ստեփանավանի Հայաստան 2001 թվականին, Հայաստան 16-րդ դարեր, Հայաստանի վավերացումը կարևոր դեր է, երբ 16-րդ ստորագրումը դառնում է կոնվենցիայի ուժ ստեղծում։ Իսկ առաջինը նա հիմնվել է Դանիայի Օրուս քաղաքում։ Ուրեմն Օրուսի կոնվենցիա ամենակարևոր կետերից մեկը դա հանրության մասնակցությունը որոշումներին, այսինքն այսօր հանրությունն է որոշում, կառավարությունը չէ, որովհետև Հայաստանը արդեն 2001 թվականին վավերացրել է դա, պարտավոր է հանրության կարծիքը, դրա համար է այսօր ներկայացնում։ Այսինքն մենք այսօր կարող ոչ խախտի կատարվում, ոչ օրենքի պահանջների խախտումներով, հրաբարակային Հայաստանի Հանրապետության թերթում հրաբարակումը տեղի ունեցել։ Մենք ասում ենք, որ նպատակահար մարդ չի ճգնալի, շատ ճիշտ։ Մենք ասելով դուք եք ասում, մենք ասելով դուք ով եք։ Այսօր նպատակահար ներկայացուցիչ քաղաքապետարանի շատ ճիշտ ներկայացրեց, որ իհարկե ճգնալի վրա նպատակահար մարդ չի, եւ ինքը ցույց տվեց, որտեղ կարելի է։ Եթե այդ տարածքը
հաղթում է, կտրում է, ոչինչ հաղթում է։ Ասեցի, որ մենք նորից մենք կամիներ չունենք։ Ձերները բարձրանալու են նվադրման, ոնց են գտալու։ Ոնց են աշխատել ոգետների համար հատուկ իշով բան են։ Չի աշխատի։ Ոնց չի աշխատում Որտե՞ղ է բոլորը պրոկուրատորները Աշխատի մենք լավ է աշխատի։ Բոլորը խանդեցին, որովհետև Հիմա մենք կողքայ չես խոսում, մենք մեր չտանից։ Բայց ավելի լավ ուրիշներից խաներով եք առաջնորդել, ասեմ մեզ խաները սովորի տեսնեք կաշխատի թե չէ։ Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր տեղ աշխատում է։ Տասնյակ հազարավոր տեղ Եթե դուք ինտերնետից Դուք ներկայացնում Մանուկյան ունե։ Տեկին մանյա։ Դա կարևոր է։ Բայց իհարկե մեկ Ուրեմն միջազգային պրակտիկայում նաև մի բան կա, ինձ թվում է դուք շատ լավ տեղյակ եք, որ տասնյակ հետերի շրջակայքում հենց ստեղծում են հանգստյան կոդիներ եւ տուրիստական խմբերը հենց այդտեղ են այցելում։ National Geographic հաղորդաշարը նայեք, լավ է տեղյակ եք ինձ թվում է, ինտերնետը կբացեք կտեսնեք, թե ինչքան հետերի կառուցապատումից հետո այդտեղ տուրիստական խմբերի այցելություններ են իրականացում։ Չեմ կարծում։ Դե արդեն ձեր կարծիքն է, եւ կարծես թե առարկայական չի։ Դուք ասում եք, քանի որ անունը չքնաղ է, այդտեղ որևէ բան չկառուցապատում։ Միայն անունը չի, ինքն իրան է չքնաղ, դրա համար անունը հուշում է իրան մասին։ Ավելի գճկնա։ Անքի բացվելուց հետո քանի օքյա գնում է տեխնոլոգիան։ Անքի բացվելուց հետո քանի բանավաճա գնում է տեխնոլոգիան։ Դե ուրեմն ջարդել է, հա։ Ավելին անքի բացվելու ժամանակը Բայց անքը բացել։ Հիմա այդ տանը, հիմա մեր Ուրեմն հարգելի մասնակիցներ, բոլորը ձեր բոլոր կարծիքները դուք կարող եք գրավոր ներկայացնել բնապահպանության բանը։ Հանրությունը գիտեք դեպի հանրությունը դա ինչ խոսում, մի քանի հոգի չեն։ Այսինքն եթե բոլորը բացասական ներկայացնել, ինձ թվում է բնապահպանության նախարարությունը միաժամանակ հաշվի կար։ Բայց եթե հանրությունը դա 4 հոգի է, դա չեմ կարծում որ ազդեցություն ունենա։ Այստեղ նաև հանրության կարծիքը մի քիչ էլ պիտի առարկայական եւ հիմնավորված լինի, դե չէ, ասենք այդպես չէ, չենք ուզում եւ վերջ, այդպես էլ չէ։ Այդպես որ լինի, մարդու կենսագործունեությունը դուք լավ գիտեք, իրանով արդեն իսկ վնասակար է քրեության համար։ Ամբողջ հարցը իշկանով է վերականգնում։ Իսկ այս կոնկրետ դեպքում այսքան կազմակերպություններ, այդ թվում կազմակերպություններն են նաև ղեկավարվելով մեր գործող օրենսդրությամբ, պետական տասնյակ մարմիններ հաստատել են այս պայքարությամբ, այս նախագծերը տրվել են համապատասխան թույլտվություններ, լիցենզիաներ, որոնք մենք առանց որևէ մի գաղտնի ձևի ներկայացրել ենք նաև քաղաքապետարան հանրության կողմից ծանոթանալու համար։ Եվ շատ ուրախ կլինենք, եթե դուք որևէ առաջարկություն անեք առարկայական, որոնք քաշվի կառնեն ինչպես ՍՊ-ի կողմից, եւ այնպես էլ նաև համապատասխան իրավասու մարմինների կողմից։ Սենց կոնկրետ որտեղը տեղափոխվել, ինչպես առաջարկեցին, դա այսօր բակորդ ընթացել, թե Դա կառավարության որոշումն է։ Բարձ ասեցի, որ Չէ, ամենը չի է, այս կազմակերպությունը այդքան նյութական ծախսեր է կատարում, որ հասնի եւ համայնքը ինքն է օդարում այդ հողամասը, որտեղ քանի որ բան է։ դրա կոնկրետ շինություն եւ այլն նյութականորվեցած, ասենք հողի վրա, չէ, փաստաթղթերով այրել ամեն ինչ կոնկրետ շինարարություն դեռ չի եղել։ Ասենք եթե հանրության կարծիքն եք եւ ուզում հաշվառնել եւ շում են կազմակերպությանը չվնասելու համար, միգուցե տեղափոխվի, ասենք Գիտեք, ջան, հաջորդ անգամ երթերը մի հատ ուրիշ աղջիկ կլինի, ասի մենք էլ համաձայն չենք ծորագետի վրա։ Ինչ եք կարում, այդ դեպքում, հա, չէ։ կոնկրետ այս պահն եք Կոնկրետ այս բանը խոսում ենք, մենք էլ ասում ենք, որ մենք հիմնավորում ենք տեխնիկատնտեսական եւ օրենսդրական իրավական դաշտով, որ այդտեղ կարելի է եւ հնարավոր է կառուցել հեկ։ Հիմի Եվ անդառնալի ցանկությունները վնաս չի լինի, անդառնալի վնաս չի լինի։ Եվ որ մենք խոսում ենք միջազգայինի մասին, Տիկին Մանյան խոսեց վերացական, որ ամեն 4 հոգի եւ այլն։ Եվս ասում եմ, տասնյակ հազարավոր հեկեր նման ձգնողներով աշխատում են։ Եվ դուք շատ սիրուն բարձանում եք։ Դուք կարող եք նայեք բազմաթիվ, այս գլխաները չի լինի, Տիկին Մանյան։ Տասնյակ հազարավոր
Դրա ավելի իրոք որ այդ ֆիլմերը կոնե ֆիլմերով է նայում հենց ավելագրական ֆիլմերով 2-3 մետր թեշում են ցկները այնտեղ էլ արջը բռնում է հա Ձեր խորքում էլ գիտեք որ դա սխալ քայլ է բայց չէ եթե աշխարհը իսկ մեր կարծիքները որ դուք հասկանում եք որ սխալ կարծիքներ եք հայտնում բայց դա ձեր գործն է ինչ որ գործունեությամբ եք զբաղվում դրա համար է զբաղվում եք դրա համար էլ ասում եք Եվ մի առարգայական կողմետ բան չեղավ է, այդ գիտեք ինչ, մենք ծանոթացել ենք, մենք գիտեք ինչ ուրախ կլինենք, որ այստեղ մեկը հելներ, ասել որ գիտեք ինչ, ես կարտացել եմ այստեղ, եւ այս ինչ կետը չի համապատասխանում բնապահպանական օրենսդրությամբ, այս ինչ կետին։ Ցանկությունների եւ հայտարարությունների տեսքով։ Բայց ով հարցրեցի, որ հանք բացեցին նորից կառուցեցին, ով հարցրեցի։ Ոչ մեկի, կառուցեցին։ Բայց ինչ հանքի մասն է խոսքը։ Դուք տեսնում եք ասում եք որ հարցրեցին որ հանքը կառուցեցին, իսկ մենք եկել հարցնում ենք եւ դիգագետ։ Հանքի համալա, կարող է ինքն է պետք է դերկես Մենք ասում ենք սար, դուք ասում եք ձոր։ Ես դեռ եմ հասկանում, որ ամենևից ասելով հանրություն, ես տեսնում եմ, որ միանձին, ես տեսնում եմ, որ բավական մարդիկ ուրիշ կարծիք ունեն։ Հանրություն ասելով ինչ նկատի ունեք։ Խնդրում եմ հարցիս Անցած տարի ամբողջը ով այ չէ ձոր լողանալու։ Դե արդեն գիտե որովհետև ակտիվի կերպով։ Օ, երեխեքը գնում են, երեխեն կարող այն երեխեն ինքնից թափու գնացել է։ Բայց ես ինչ անեմ, բայց որ ես իմացել եմ, ինչ է։ Բան չի անում։ Համի ոդի եթե ասել եք ջուրը կախտոզարներ ով հիշնի ընդ Խոսքը ջրային ավազանշանու քիչումներու մասն է, դուք խոսում եք հիմա դրա մաքուր ու վատրներու Դիգին Մարիա, հիմա ձեզ կոնկրետ ինչն անհանգստացնում, ասեք, մենք ձեզ խոսացինք, բնդրեցինք, դուք համայնքի, ոչ, դուք համայնքի անելիս եք խոսում, հա դուք 23 հոգու ստորագրել եք տվել, չէ՞ մարդկանց, ասենք, ես դեր եք տեսել եք, հա, նույն 2000-ը կարող եմ ես հավաքել, դա պրոբլեմ չի, եթե ձեր այդ 23 ստորագրածից 3 հոգու բերեն, նույնիսկ հարցնենք ինչ է իրանից ներկայացում, չեն կարող, ստորագրությունը իմ մոտ 23 ձեր մոտ է, բայց հասարակական հիմա ստորագրել են բոլոր հասարակական կազմակերպությունները, որը յուրաքանչյուր ներառում մենք գործել ենք, բայց եւ կշարունակենք գործնել։ Ինձ խիստ անհանգստացնում է, որ ընդհանրապես 24 ամիս Ձորագետում կլինի շինարարություն, որը եւ աղբը կգնա Ձորագետ եւ ընդհանրապես այնքան աղբոտու եկեք հենց հիմա գնանք նայենք, հենց հիմա չենք ավելացնում, ինչի՞ց եք ավելացնում։ Ես ասեցի իմ կարծիքը, ես ընդհանրապես դե մենակ ձեր կարծիքով չես, դե հանրությունն է պետք։ Ես էլ ունեմ կարծիքներ, ուզում եք հիմա ես իմ կարծիքները բարձրացնել, չէ ընդհանրապես ուրիշ բաների համար։ Հիմա ես ձեզ հարցնում եմ, ձեզ ի՞նչն է։ Ես արդեն պատասխանեցի, դուք ուշադրություն շատ ուշադիր եք։ Մենք դե կենթանիներ չունենք, ձկների համար ասեցին մենք ինչեր կանենք։ Դուք փորձագետ եք դիգին մարդ։ Ես ասեցի, ես իքո չեմ Ես ասեցի, 5 անձ են նստած փորձագետ, 5 անձ մասնագետ փորձագետներ են ամբողջ Հայաստանի տարածքում կառուցապատվող հիդրոէլեկտրակայանների նախագծերը հաստատում են նաև Ես գիտեմ, որ ըստ շմագի ոչ ոք այսօր չի կարա հաշվարկներ կատարի, ինչքան վնաս տեղի կունենա, բայց դուք վնասների քանակ ասեցիք։ Ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում չկա շմագի։ Հայաստանի Հանրապետությունում Ես իհարկե փորձագետի կարծիքը բերեմ։ Որում ասում է, ոնց է վնասը հաշվարկում։ Փաստաթղթերի անվանումները շմագում գրված են։ Նայում են այդ փաստաթղթին եւ դրանով հաշվում են վնասը
Ամերիկա Ես չենք իհարկե դերասանյակի ես ինքս փորձագետ չեմ, բայց կերավիրեմ իհարկե դերասանյակի փորձագետ, որը դա կհաշվարկի։ Այդպիսի ըստ նրանց այսօր Հայաստանում չկա շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության եւ նրա հասանելիության չափերի միավոր։ Ես ասում եմ ըստ օրենքի։ Ուրեմն ես դες կարծում եմ օրենսդրական ակտերի անվանումներ։ Այդպիսի չափեր չկան։ Ես դες կարծում եմ օրենսդրական ակտերի անվանումներ չկան։ Եվ ցուցանիշներով ես դες կարծում եմ, որ դες կարծում եմ բան ասեմ, ասում եք Իրաքը գրասենյակ, այս ծրագրերը հիդրոէլեկտրակայանը։ Դուք եկած եք ինչ կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում նաև։ Չէ, տեղեկություն չունեմ։ Համաշխարհային բանկ, եվրոպական բանկ, այդ կառույցները հենց գտնվում են ձեր ասած Եվրոպայում։ Ուրեմն, կարծում եմ անվանումը։ Այնտեղ էլ կառավարության 91 որոշում մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգ։ ՀՀ կառավարության 192 որոշում, հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության ազդեցության վնաս։ ՀՀ կառավարության որոշում 2007 թվական, ջրային ռեսուրսների վրա ազդեցության տնտեսական վնասի հաշվարկման կարգ։ Ես ես ՀՀ կառավարության որոշումների անվանումները կարծում եմ, ինչ-որ ԲՀԿ-ի թիմերի մենք ողջունել, եթե այնտեղ ավելի հետաքրքիր լուծումներ կամ մեթոդներ առաջարկեն։ Շատ լավ, ավելի լավ, թող կան մեզ Ես ես կառավարության որոշումների համարները տվեցի, դուք կարող եք դուք առանց գիաշկի բացեք արտիսը, գտնեք կառավարության այդ որոշումները եւ տեսնեք կա արդյոք կա թե չկա։ Այսօր բնապահպանության նախարարության որոշումները տեսնում եք ինչի արարել։ Խոսրովի օրինակ եւ մնացածան օրինակ։ Այո, կան իհարկե բացումներ, կան բաներ, որոնք բերում են շատ վատ անդառնալի երևույթների։ Տվյալ դեպքում ձեզ ասում եմ, որ այստեղ էս է այդպես վաճառել են կառուցել։ Բայց տեսեք, բնապահպանները ապացուցին, որ չի կարելի այդպիսի աննախադեպ գեղեցկություն ունեցող միջավայրում կառուցել հետ։ Այդպիսի աննախադեպ գեղեցկություն ունի նաև մետրիկները, որտեղ ոնց ապացուցեցին, որ չի կարելի։ Չիկը թրջկանը ապացուցեցին։ Թրջկանը որտեղ պահպանվող պատմամշակութային պահպանվող բայց նա վաճառվել է, չէ՞ տվել է, չէ՞ կառուցել։ Արդեն շնորհական իրավունքներ են տրված, ես սկսվել եմ շնորհակալ։ Բայց տեսակ բնապահպանները ապացուցեցին, որ դրա չի կարելի Դեպի Գեցեք է բնապահպանները, ապացուցեք ստեղ եթե կարող եք, չեք կարող։ Հա, պիկին է հարց հոսում։ Անտեղ է չեմ ծեծում, հիմա դու ասում ես ես մի ատմիսին մանյայից հարստան։ Հիմա դուք ում եք ապացուցեք, որ իսկական լորեցիներ եք։ Ես կամ շատ հարցեմ ասում, ինչ կա դրան։ Լորեցին, բայց չէ, նոր ինքը ասեց լորեցին։ Հազարավոր ուրիշտեղ վերականգներ են հեկերի մոտ տուրիստական գոտիներ են ստեղծել, ձեր մոտ չի լինի։ Դուք խումբ ստեղծեք և վերահսկեք, եկեք ասեք շունչ ամբորդիներ, դուք ասում եք, որ ստեղ կվերականգնում եք, բայց չեք վերականգնել։ Այդ ուրիշ բան է, գիտեք, դուք ապացուցում եք, Եթե չվերականգնես, դատարան եք դիմում և դատարանով կասեցվում է աշխատանք։ Ես չեմ հավատացնում, որ դատարանը իսկապես արդարության այսպեսի մի Դարձումը ճիշտ է, ես չեմ ասում ախրդացնալ, այլ ճիշտ է։ Ես այլ մարդիկ չէ, այլ մարդիկ ապրել, շատ գովելի է, շատ անախաձողել, հարցնա հիմնականում շոշափը։ Իսկ եթե արդեն որոշումով կա։ Որոշում չկա, որոշումը կա միայն որ ստեղ պետք է էներգետիկայի օբյեկտ լինի, ուրիշ որոշում չկա։ Էներգետիկայի օբյեկտ, հողը հատկացված է էներգետիկայի, այդ է որոշումը։ Դուք կարող եք բողոքարկել այդ որոշումը։ Բայց ինչ են չքնահանջում։
Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով համաշխարհային բանկը ֆինանսավորել է, հետազոտություններ են անցկացնել, թե Հայաստանում առավել նպատակահարմար ջրային ռեսուրսները էներգետիկայի համար որոնք են։ Այդ թվում այդ հետազոտության մեջ նշվել է այս հատվածը եւ չքնակ է։ Դրա հիման վրա կառավարությունը արդեն որոշում է կայացրել, որ այդ հատվածը պետք է լինի էներգետիկ նշանակության հատված։ Ընդունեք կառուցվել է եսը։ Ես էլ կառավարությունը ի վիճակի է գոնե ջրի առաջ է պատնեշներ սարքի, որ ջուր հավաքվի։ Զուգն էլ կգնա այդ պատնեշը, լողանալու հնարավորություններ կստեղծվի, կողքի ծառատում կկատարվի։ Կոնկրետ որտեղ պատնեշ է։ Մի քանի տեղ պատնեշ կառուցվի։ Ոնց որ ձորը 70-ական թվականներին շշկոմի քարտուղար ունենք Պապյան ողորմածի։ Բասային կառուցեց, պատնեշներ կառուցեց, ջուրը հավաքում էր կարողանում են լողանալ։ Գոնե այդ ձևի։ Ես չեմ կարող պատասխանել, հնարավոր է։ Ջրի առաջին ջուր գետի մեջ տարածքը որ այդ խողովակը որ մտնի ջուրը, այնտեղ ջուր համարյա չի մնա։ Գոնե հավաքված ջրը կգան կլողանան հանգստացողներ։ Հնարավորություն ունի։ Եթե դուք դա դրավոր ներկայացնեք, դա կազմի ոչ թե ատեմ բարի կամեցողություն, դա կլինի առաջար եւ բնապահպանության նախարարությունը գիտեք գրանցել ուրիշ բան է, բայց դուք դրավոր ներկայացնել ուրիշ բան է։ Գրանցելը գրանցում են ինչ։ Տեսեք նախադեպը կա, ասում եմ, նման նախադեպեր կան։ Երևան Հրազդան կիրճը եղել եք էջ, որ սարկած այդ ձևի կասկադով ջուրերը նման դեպի Եթե տեխնիկապես հնարավոր եղավ, պրոբլեմ չեք տեսնում։ Դա ընդհանրապես մի հատ պատ պետք է շարեն ջրի առաջ։ Դե ուրեմն երևի հնարավոր է։ Общественная организация «Россия» в городе Степанове, Любовь Бондарева. Я смотрю, на этом собрании мы все остаемся при своем мнении. Ну, я немножко далека в этом, но когда-то преподавала физику в школе и знаю, что и любое нововведение приносит как свои плюсы, так и минусы. Я думаю, что это нужно решать специалистам, и в первую очередь нужно не 100, а 1000 раз подумать, что принесет нам лучше, это плюсов или минусов. Как мы знаем из истории, что гидроэлектростанции всегда помогали выживать, приносили электроэнергию, которая давала разные блага. Как и атомные электростанции тоже вносят очень много минусов. Просто наша просьба к специалистам, которые будут заниматься этим, еще раз пересмотреть все выбранное место. Мы за. И за то, чтобы были новые рабочие места, и за то, чтобы народ наш нормально жил. Но вот это место, именно где выбрано, может быть, оно неправильно выбрано. Еще раз стоит пересмотреть еще раз. Потому что нашу природу, которая является очень большим достоянием нашего народа, все время портит. И никто у нас этого не спрашивает. И этот каньон, который открыли, нас никто не спрашивал. Поэтому мы хотим сохранить наше богатство. Мы, местные жители города Степанованы, мы очень просим вас, еще раз пересмотрите, пожалуйста, свои планы, чтобы осталась та же рыба, та же растительность и так далее, и так далее. Мы просто просим, чтобы вы не внесли лишний раз ущерба в нашу природу. У нас прекрасное место было, когда-то была огромная турбаза, которая принимала огромное количество туристов. Мы могли отдыхать здесь, а с каждым годом это все становится хуже и хуже. Поэтому каждое новшество, нововведение будет только, не знаю, плюс нам принесет или минус.
Я не специалист и не могу точно сказать, это что больше, плюсов принесет или минус. Вы стоите на своей точке зрения, мы будем отстаивать свою точку зрения. Так, пожалуйста, я не знаю. Вы знаете, то, что вы так озабочены, очень понятно, это очень хорошо, но если бы вы впервые в мире строили ЕС, можно было сказать, что вот вы знаете, мы не знаем, сколько в мире действуют десятки тысяч, если не миллионы. Все зависит от того, насколько строящая и эксплуатирующая компания, насколько придерживаются законов и проектных правил. Если проектные все правила будут стопроцентно внедрены, тогда у вас не будет, я вас уверяю, никаких причин для беспокойства. Здесь, значит, я думаю, что если общественный контроль нужен контроль за исполнением. Как это будет строиться? Будут ли соблюдаться нормы? Будут ли соблюдаться проектные решения? И как будет эксплуатироваться? Будет ли соблюдаться вот тот минимум водопотребления, который заложен? Основную, я, например, и не только как проектант, как гражданин Армении, я вижу основную, например, вот, миссию общественного транспорта. Контролировать, действительно ли выполняется то, что заложено. Если будет выполнено, уверяю вас, особых причин для беспокойства нет. Ըստ երևույթին մեր արգաջան մասնակիցներից երևի շատերը փաստաթղթերին ժամանակ չի եղել ծանոթանալու, եկակային որ ուրեմն հիդրոէլեկտրոկայանը կառուցվում է այդտեղ ուրեմն սարի, այդպես կարելի ասել, դոշի, այդպեսի թեքվածքի վրա, որտեղ այդպես ասենք հանգստացողը չի կարող կարելի ասենք 30-40 աշյան թեկության վրա կանգնել, այսինքն այդտեղ հողը պետք է փորվի, որ ուղիղ հարթակ ստեղծվի եւ հեկը կառուցապատվի։ Դա մեկ, երկրորդը, այդ որ ասեցինք վնաս է, այդ մենք ամենա այն արդակարգ տարբերակով ենք նայում թե ինչու կարող է մի փոքրիկ նույնիսկ թփի այստեղ արձանագրված է այդ վնասը։ Խողովակաշանը կառուցվում է, այդտեղ գրունտային ճանապարհ կա, այդ գրունտային ճանապարհի տակ Այսինքն գրունտային ճանապարհի վրա բնություն որպես այդպեսին կարելի ասել գրեթե չկա, այդպես ասենք։ Այսինքն վայրի ասենք կարող է ինչ որ կանաչեղեն աճել, վաղը միսօր որ այդ տրուբեն փորեցին, տակը տրեցին նորից հողը լցրեցին վրա, նույն ձևի այդ վայրի կանաչը պիտի աճի։ Շինարարության ընթացքում հիդրոէլեկտրոկայանը այն կառույցներից է, որ սովորական ասենք մի հատ շինարարություն չի, որ հսկողությունը իրականացվի մեկ մարմնի կողմից։ Տասնյակ մարմիններ կարող են այդ կառուցապատման ընթացքում երկրի կառուցապատումը հսկելու են, թե ինչպես է դա իրականացվում։ Իսկ հետագայում է, երբ որ շահագործվեց նույնպես տասնյակ կառույցներ հսկողություն են իրականացնելու, թե ինչպես է այն շահագործվում, կանոններով թե ոչ։ Հիմա եթե մենք բոլորը կանոններով ենք անում իմ կարծիքով, այստեղ ուրիշ կարծիքներ, վատ կարծիք չի կարող լինել։ Բացական։ Դա չի կա։ Չի կարելի չի կարելի։ Բայց ես կարող եմ միայն դեմ այն ժամանակ խոսեմ, եթե ինքս տեսնեմ, որ ինչ-որ վնաս է տալի, եթե ինչպես Վիկինը ասեց, որ ես սպիսալիստ եթե մասնագետներ արվացել են և բոլոր հաշվարկներ արված է ճիշտ, ես ինչպես կարող եմ դեմ խոսել։ Ճիշտ կարծիք է Եթե ես տեսնեմ, որ լսեցի, որ մարդիկ իրոք ամեն ինչ նկատի ունեցել են, ջրի հոսքը վերաստադրողական է և ձգի անցնելը, ճանապարհը, եթե ամեն ինչի նկատի ունեցել, ես չեմ կարող օրինակ դեմ լինեմ։ Այդ ամեն ինչը ուրիշներ որ արել են, հետո նկատի են ունեցել, պարտավորվել են, բայց երբ կատարել են ձգները, ծանոթները չեն բացել։ Բայց սա մարոչյան կապ չի, աշխարհության ես եմ Չէ, բայց հիմա սա չի աշխատի, էնի դուրանում, ձգները կվերանան, նրանք ես ինքս ձգները մեր շորագեցին վեր են գալիս։ Ձգները վեր են գալիս։
ընդերից վերև չեն գալիս։ Ո՞ր չեն գալիս, դեռ դու եք գնում։ Չէ, դեպի չքնաղ են գնում։ Ստերից գնում են դեպի չքնաղ, ընդերից չեն բարձր։ Ընդեր դուք չկա։ Բայց հանքը թողնող Ընդեր հիմա մեկ կարան թողնող։ Որ չկա ընդեր դուք եք չի ասա, ընդեր դեպել է Դուք ինչ օգուտ ունեք դրանից, ունեք չէ՞ որ մի բան որ ասում։ Ես արդեն ասեցի, իմ օգուտն մեր բնությունը անաղատ տպարում։ Դուք աշխատում եք, որտեղ աշխատում եք ինչ արդեն, դուք դրանից օգուտ ունեք, չէ՞։ Ու դուք ստիպված արդեն կանգնել եք, կանգնացնում եք եւ ստիպված չեմ բնության նվիրված։ Ես կենսաբան իմ մասնագիտությունն է։ Ես դա եմ սովորել։ Դա իմ մասնագիտությունն է։ Մենք ինչ ենք թեորետիկին մանրաներ շրում ենք կենսաբան։ Չէ, կենսաբան չէ։ Ես որպես կենսաբան եմ Ես նույնպես քաղաքի բնակիչ եմ Ռոզա Վարդանյան։ Արդեն 30 տարի է բնակվում եմ Ստեփանավան քաղաքում։ Առաջի անգամ, որ մենք տեղափոխվել ենք Երևանից Ստեփանավան, իմ ամուսինը զինծառայող է եղել։ Ես հիացել եմ Ստեփանավանի բոլոր բակերում վարդերի այդ բազմությունից։ Եվ շատ ուրախալի էր, ես երիտասարդ ընտանիք, միանգամից որոշում կայացրեցի, որ այլևս Երևան չվերադառնամ, տուրիստական քաղաք է, շատ գեղեցիկ եւ այլն, շատ արտակարգ բնությամբ, արտակարգ հովեկների բազմազանությամբ քաղաք է Ստեփանավանը։ Դա անցյալում էր։ Երբ որ երկաշարժը եղավ, Մանյա Վրամովնը, խնդրում եմ ուղղակի եկեք, այստեղ ճիշտ ներկայացեք, ամեն մեկը ոչ թե ձեր շահերը պահպանելու, պաշտելու, այլ շատ ներողություն, մեծ լորեցինք ասել այս պահին, որ ջրաղացը քանդվել է չախչախի հետևից ենք ընկել։ Հիմա ես, դուք, մյուսները ոչինչ անել չեն կարող, եթե դա կառավարական որոշում է։ Նույն ձևի, ինչու դուք չպայքարեցիք, երբ որ ոսկու հանքն է կառուցվում, Արմանիսում եւ ավերում է բավականին բնական տարածքներ։ Եթե հիմա նեղ մասնագետները որոշել են, փորձաքննությունը հաստատել է, որ դա կարելի է իրականացնել, եւ կլինի դա աշխատատեղ, եւ կլինի նա, ախր այսօր մենք Մանյա Վրամովնա ջան, 3 առաջ օրը կառավարությունը հայտարարեց Հայաստանից վնասվել եւ իր ընտանիքը տեղափոխել է 42,000 բնակիչ եւ ոչ մի վերադարձ։ Բա Հայաստանը, ամբողջ Հայաստանը նրանց մասին ինչ էր մտածում։ Եթե հիմա կա աշխատատեղ անգամ պահպանելով, նորից եմ նշում, էկոլոգիայի բոլոր ստանդարտները եւ կարող են 15, 20, 30, 40 ընտանիք սնվի եւ ստաբիլ աշխատավարձ ստանալ, դրա համար մենք ով ենք, այսօր մենք ով ենք, բերեք մեր ամեն ինչը դնենք մի կողմ, ոչ թե այսօր մենք ուղղակի դեմ դուրս գանք ինչ-որ մարդկանց, ինչ-որ կառավարության, պետությունը հաճույքով վաճառել է, այն ժամանակ ուր էիք դուք։ Տեղյակ էիք, որ հաճույքով վաճառվում է տարածքը։ Հենց դա է, որ հանրություն։ Դու եթե հարուստ լինեիք, այդ գումարը դուք ներդնեիք, դարձնեիք տուրիստական գոտի, եւ այդ հովեկները ձեր ասած 5000 հոգին, այդ ժամանակ մեծ իրով կգար կհանգստանար։ Հիմա մենք անհատներս ոչ մի բան անել չենք կարող տվյալ հարցի վերաբերյալ, բայց դուք որպես ներկայացուցիչ տվյալ, ասենք, կազմակերպության տվյալ ՍՊ-ի, մենք էլ որպես բնակիչներ, այդ ձեր առաքելությունը կլինի նա, որ երբ որ կառույցը կառուցվի, դուք ձեր խմբով, ձեր թիմով, մշտական վերահսկողություն սահմանեք, եթե գտնեք որևէ անբավարարություն, այս ժամանակ դուք դիմեք օրենքին, պահանջեք վնասի հատուցումը եւ նա։ Եթե դուք ստատիստիկա ունեք, Վրամովնա ջան, դուք չմտածեք ես դեմ եմ խոսում։ Ես խոսում եմ ճշտությունը պահպանելու ուղղությամբ։ Քանի ձուկ, քանի կիլոգրամ ձուկ է որսել Ստեփանավանցին եւ իր ընտանիքը դրանով պահել։ Ես շատ կողմ եմ ձեզ։
Շատ կողմ եմ ձեզ բնությանը պահպանելու։ 15 տարի ես ձախակնա տարածքով գնում եմ աշխատանքի, ես հոգնել եմ Շեգի խանութի տարածքից, էգո տուրիստական գիծը դրված է, Աշոտաբեղ տուրիստավայր։ Մի տուրիստ ես եմ այդ ճանապարհով կգնա, ինձ համար հաճելի չի գալ մի քաղաք, որտեղ փնթիրություն է։ Դե մաքրել տվեք, նույնը ձորը։ Մեր բոլորից է կան։ Այո, ես երեք անգամ նոնոյի հուշակարի ներկայությամբ ես ինքը ձեռքերով ձեռնոցներ եմ հագել եւ սալյակ կալեցրել վառել ուրիշի կերած թափթփուկները։ Բա դուք եք կազմակերպեք։ Բայց մենք ինչքան եք կազմակերպել։ Մեկ տուրիստը չի գա։ Հաջորդ օրը տեսնում եք ելի մարդիկ նետել են այդ ցելոֆաները։ Բայց այս մարդիկ չան։ Բայց մեկ աղբի մասին չեք հիմա խոսում։ Դուք անկյունացած եք։ Ես դու եք անում։ Տուրիստական վայրի մասին եք Տուրիստական վայրի մասին ամեն մեկը պետք է։ Այո, ձեր խոսքերը շատ քիչ է, իմ ասելը շատ քիչ է։ Նման գլոբ, բայց ես գլաշարժեմ ավանդող Ստեփանավանը ավերեց քանդել։ Այդ ժամանակ ինչ արեցին, դա բնական ավերել։ Ես միշտ ասել եմ, ես ինքս մանկավարժ եմ մասնագիտությամբ։ Իմ երեխաներին բացատրել եմ, եթե միտեղ կա ջրից վտանգ, այսինքն օվկիանոսի ափին ես ապրում, այդ բնակիչներին պետք է լավ լողալ սովորեցնել։ Եթե կա երկրաշարժի գոտի, այդ մարդկանց պետք է երկրաշարժի ճիշտ պաշտպանվել սովորեցնել։ Բնության թեմը մենք ոչինչ չենք կարող անել։ Նույնը հիմա սա սերունդների ստատիստիկ դասիրակություն է, կենսաձև է, որ պետք է մանկուց դասիրակություն զարգանա։ Մենք այդ ամեն ինչը գործրել ենք, այսօր եկել ենք, չգիտեմ ինչ եք Շատին ես ասացի, որ շատ ողջունում եմ ալտերնատիվ էներգիայի կիրառումը, բայց ոչ չքնարել, կան գետեր, քաղաքապետի ներկայացուցիչը շատ ճիշտ ասեց, որ կան գետեր, որտեղ որ տուրիզմի զոնա չեն, այնտեղ կային։ Ես հիմա ձեզ ասեմ, հենց այդ չքնաղը արդեն վնասված է, որովհետև ինքները չգիտեմ ով ելույթի մեջ նշեց, ես ուղղակի մի քիչ բարկացած սկսեցի ես հարցաքննությունը ընդունել, չի կարելի այսպես ագրեսիվ մեկը մեկի դեմ դուրս գալ։ Հարցին ելք է պետք է գտնել այս ճանապարհը, ուղղակի ճիշտ փորձագետների միջոցով։ Մենք շատ փոքր մարդ ենք, որպեսզի նման հարց լուծենք։ Դուք ասեցիք կոյուղու գծերը միացված է այդ ջրին, ճիշտ է։ Okay, ով ասեց։ Կոյուղու ճիշտ է, եթե նա միացված է։ Ոսկու հանքի այդ թափոնները արդեն մի մասը Արմանիսից գալիս է այդ գետով։ Այդ գետի մաքրության մասին խոսքը այսօր պայքարելը նրա համար ո՞րն է։ Ես ոսկի հանքը արդեն վերադարել է այդ գործունեությունը մեր պահանջով։ Մենք պահանջել ենք բնապահպանական նորմերի ճիշտ է կիրառումը եւ նրանք արդեն վերանայել են։ Նրանք վերանայել են հիմա, չէ՞։ Մենք ինչ գիտենք, այս մարդիկ իրանց կառույցից հետո չեն վերանայել, ու կան հիմա զգուշացնում ենք, որ վերանայել չենք։ Մենք ընդհանրապես ասեցինք չքնարի վրա չլի։ Տեսա քաղաքապետան ներկայացուցիչն նշել։ Դրա համար դուք պետք է նախորդ քաղաքապետարան ձեր էկո ակումբի ներկայացնեք, որ արգելված գոտիները, այսօր չքնաղն է վաղն է կարող է, չգիտեմ, այն մյուս գետի վրա ինչ-որ բան է կարող։ Ես չեմ կարողացել որ գետի վրա, դուք պետք է նախորդ ձեր ընկերությունը ներկայացնի, որ հանկարծ եթե այստեղ որևէ շինություն հաջորդ լինի, մենք անպայման տեղեկացված լինենք։ Ինչու՞ նրանց ծրագիրը Աստիճանաբար այս հանրության մասնակցությունը ուժի մեջ մտնում։ Եթե դուք ձեզ հիշեք, մի քանի տարի առաջ դուք էլ այդպես ելույթ չեք ունենա, ես միշտ ելույթ ունեցել եմ եւ կունենա։ Բայց հիմա աստիճանաբար մեր գիտակցությունը ավելի է զարգացել։ Ոչ ոք տեղյակ չի եղել, որ աջուկ է եղել չքնարի վրա։ Դա որովհետեւ ես միշտ հասկացա։ Դուք եթե 5 տարի առաջ ներկայանայի քաղաքապետ ձեր ընկերության կողմից ասեիք հանկարծ, չգիտեմ, չքնարի մյուս հետերի վրա որպես տուրիստական գոտի որևէ աջուկ չկայանա, ինչու՞ չի կանոն։ Մենք միշտ գրություններ ենք գրել։ Ես դա իրավասու չեն եղել, մենք չենք ասել, չենք պատկերացրել։ Դե դրա Մենք դրամաս ենք բողոքարկենք, որ քաղաքապետարանը այն ժամանակ չի տեղեկացել։ Հիմա մենք դրամաս ես էլի եմ ասում։ Ես հիմա ինչ եմ ասում։ Ես ծախախով գնացուց աշխատանքի ասեմ Երանի այս տարածքում ամայի վայրում շինարարություններ կատարել, որ մարդիկ մարդու պահեն իրենց տարածքի
իրավունքը ես կարող եմ 600 միլիոն առաջարկել, բայց ձեր իրավունքներն է, դա եթե դեպի բայց ես մարդիկ թող բացեն, օգնենք, արտադրենք մենք, որնից ես պիսու կարող չախոտվի մասնակցել եք, ամսալ կարծիքը լսեցի, արձանագրելու եք ամեն ինչի տեղը ենք, ստորագրվելու է, չի ստորագրել, ամենքի իրավունքից թող որոշի։ Այդ արձանագրությունը մենք գցել ենք մեր գործում։ Բացի դրա, այս մի մասն է, այսինքն պրոցեդուրը սկսված է։ Բացի սրած ես հիմա այդ գործը նախագիծը տվել եմ անկախ փորձագետին զուտ մասնագետը, որը տալիս է իր մասնագիտական եզրակացությունը։ Ընդհանրապես ուղարկում եմ նախարարություն, ստանում եմ համապատասխան կարծիքներ մեր ստորաբաժնում։ Այսինքն այս ամենը մենք պետք է հավաքենք, քննարկենք, նոր որոշենք, իրականում կարելի է, թե չի կարելի այս գործունեության դրական։ Ես մի բան միայն հավելեմ, ճիշտ առաջարկ քննչեց, հիմա մենք կբողոքարկենք 2009 թվականի որոշումը, որտեղ հանրություն տեղեկություն չի ունեցել։ Մենք անպայման կբողոքարկենք այդ որոշումը, որովհետև երևի խախտում այնտեղից է եկել, որ հանրությունը տեղեկություն չի Երևի մեկ ավարտեք, շնորհակալություն ձեզ, շնորհակալ եմ ձեզ։ Արգելի մասնակիցներ, շնորհակալություն ենք հայտնում մասնակցության համար, մեր կարծիքով շատ արդյունավետ քննարկում է, այս քննարկումների արդյունքում բոլոր կազմակերպությունները կանեն իրենց եզրահանգումները։ Այ մերն եմ